Պարոն Սարուխանյան, Գյումրու ընտրությունների հետ կապված Վարդան Ղուկասյանը արդեն իսկ ավականու կողմից էլ ընտրվեց քաղաքապետ եւ քաղաքացիական պայմանագիրը բոյկոտել էր նախ բոյկոտի վերաբերյալ ինչպես որոշվեց, որովհետեւ ստացվում է, որ գյումրեցիների ընտրությունն եք արհամարում։ Բացարձակ մենք այդ մասին խոսել ենք, որ Գյումրեցին քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը տվել է 17,200 համարյա քվե, վստահության քվե, դա բավականին մեծ պատասխանատվություն է եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը այս պահին խմբակցությունը ունի 14 ավականու մանդատ եւ ամբողջությամբ իրացնելու է իր ավականու լիազորությունները։ Քանի որ առաջին ընտրություններին այսպես տարբեր ընդդիմադիր քաղաքական ուժեր եւ տեխնացուներ արդեն իսկ հայտարարությամբ հանդես էին եկել, ըստ մեր դիտարկման դա կրկես էր եւ դրա համար տեղի մեր լոկալ քաղաքական թիմը խմբակցությունը որոշել է, որ չի մասնակցել։ Ընտրություններին մասնակցում եք ըստ էության, եթե կրկես էր, ապա դուք դրա մի մասն եք։ Խոսքը ոչ, խոսքը ձեր հարցին եմ ես պատասխանել, խոսքը դա ավականու, այո, քաղաքապետի ընտրության մասին էր խոսքը, բուն ընտրության մասին էր խոսքը, իսկ ընդհանուր ընտրություններին միանշանակ մենք մասնակցել ենք եւ հետագայում էլ մեր ավականին տարբեր նախագծերով, տարբեր ծրագրերով դրսևորելու է ավականիում իրեն։ Սարուխանյան, այդքան քարոզարշավից հետո նույնիսկ Նիկոլ Փաշինյանն էր եկել եւ օգնում էր, որպեսզի Սարիկ Մինասյանը հաղթանակ տանի, այսինքն դեռ քարոզարշավը չսկսած Նիկոլ Փաշինյանն ներկար իր աջակցություններ ցույց տալիս, բայց այս ամենով հանդերձ 36% ընդհանրապես ձայն հավաքեց քաղաքացիական պայմանագիրը, ասում են նույնը հենց համապետականում է լինելու, այլևս ԿՊ-ն 50-ից ավել ձայն չի կարող ստանալ։ Տեսեք, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը Գյումրի քաղաքում ստացել է 17,200 վստահության քվե։ Դա աննախադեպ թիվ է, որևէ կուսակցություն այս համամասնական ընտրակարգի ձևավորումից հետո որևէ կուսակցություն, այդ թվում նախորդ իշխանությունների ժամանակ, այդքան վստահության քվե Գյումրի քաղաքում չի ստացել։ Դա ինչի մասին է խոսքը, որ գործող իշխանության հանդեպ վստահությունը գյումրեցիների մոտ շատ բարձր է եւ մենք տեսանք ինչ կատարվեց 4 տարբեր տեխնացուներ, որոնք ամբողջ նախընտրական քարոզարշավի ընթացքում մենք ասում ենք, որ նախորդ տարբեր նախագահների կողմից հովանավորյալ ուժեր են, իրենք միավորվեցին եւ ձևավորեցին Կոմկուսի առաջին համարին Վարդան Ղուկասյանին դարձրեցին քաղաքապետ։ Հիմա կտեսնենք, թե Վարդան Ղուկասյանը հետագայում ոնց է աշխատելու եւ Գյումրի քաղաքին ինչ է անելու։ Դուք դա ասում եք նաեւ հաշվի առնելով են, որ իշխանությունը իր իրավական լծակներն է գործի դնում եւ Վարդան Ղուկասյանը իրավապահների ուշադրության կենտրոնում է, արդեն գիտենք մեղադրակ 40 դրվագով է, այդ մասին պատահաբար հայտարարվում, այսինքն ստացվում է, որ Սարիկ Մինասյանը մանդատը վայր չի դնում, որովհետեւ դեռ ձեռք չեք քաշում իշխանազավթման գործընթացից։ Իմ ասացի մեջ իրավական բառ չեղավ, իմ ասացի մեջ կար աշխատել բառը։ Տեսնենք, պարոն Ղուկասյանը ընտրվել է Գյումրու քաղաքապետ, տեսնենք ոնց է աշխատելու Գյումրին, ինչ է շահելու պարոն Ղուկասյանի Գյումրու քաղաքապետ լինելով։ Գյումրեցին ինչ է շահելու։ Դա կտեսնենք, դրա ժամանակը ցույց կտա արդյունքը, թե ինչ է լինելու, ինչ ծրագրեր են իրականացվելու, ինչ է անելու քաղաքի համար։ Արդյոք այս ամենը քաղաքի համար էր, թե այլ նպատակներ էր հետապնդում այդ ամենը իր համար, գյումրեցին եւ Գյումրին ընդհանրապես կապ չուներ։ Այդ բոլոր հարցերի պատասխանը կտա ժամանակը։ Իսկ այն, որ պարոն Ղուկասյանը, Վարդան Ղուկասյանը անցնում է բազմաթիվ քրեական գործերով, ինչպես տեղյակ եք, կարծեմ 40 դրվագով, դա նոր չի։ Դա մինչև այս process-ներն էր եւ Վարդան Ղուկասյանը առաջադրվեց հենց դրա համար, որպեսզի պաշտպանի իր քրեական գործերը։ Դա ինքն է ասել է խելոք նստած էի, բան չէի անում եւ ինձ քրեական գործերը քանի որ հարուցվեցին, ու բառացի չեմ կարող այսպես, բայց ընդհանուր տրամաբանությունը մասնակցում եմ այս process-ին, որովհետեւ իմ դեմ կա քրեական գործեր։ Դա ինչի է անում,
որպեսզի հետո Վարդան Ղուկասյանը ելի եւ ասի, որ տեսեք ժողովուրդ ջան, եթե հանկարծ ինչ-որ բան լինի, քրեական գործերի արդյունքում որոշակի դատավճիռներ լինեն, ասի, որ ես մտա, դարձա Գյումրու քաղաքապետ, դրա համար ինձ ձերբակալեցին կամ ինչ-որ բան եղավ։ Այդ ամենը քաղաքական process չէ, դա իրավական հարցության մեջ է։ Բայց տեսեք, ստացվում է ԿՊ-ն այնպես է հիասթափեցրել ժողովրդին, որ նույնիսկ նախքին այս օդիոզ դեմքերին են նախընտրում։ Կրկին շեշտում եմ։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ստացել է 17200 քվ, աննախադեպ քվ, եւ նույն Վարդան Ղուկասյանը, որ այսօր ընտրվել է Գյումրու քաղաքապետ, կրկնակի քիչ ձայն է ստացել քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից։ Ինչի՞ մասի, այսինքն այդ որտեղից ենթադրեցիք հիասթափեցնել կամ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը 2021 թվականին կրկնակի ավելի քիչ քվ է ստացել եւ 2025 թվականի դիմ ընտրություններին կրկնակի ավել քվ է։ Դա հիասթափության մասին է խոսում, թե այլ բանի մասին։ Ամեն դեպքում դուք բոյկոտում եք, բայց Վարդան Ղուկասյանը պատրաստ է անգամ Փաշինյանին ընդունել, ասում է իրեն էլ չհարգի, աթոռը հարգում է, պատրաստ է այդ հարաբերություններին այս մասով ինչ կասեք։ Դա կապրենք կտեսնենք արդեն ինչ կանի Վարդան Ղուկասյանը, ես չեմ կարող այդ մասով որևէ մեկնաբանություն անել, այնուհետեւ կապրենք կտեսնենք, թե իրեն ոնց կդրսևորի եւ գյումրեցին էլ միանշանակ կտեսնի, թե իր քաղաքապետը ինչ է անում։ Գյումրեցին միամիտ չի, Գյումրեցուն ոչ մեկ չի կարող խաբել։ Այսինքն նոր զարգացումներ են սպասում Գյումրիում եւ հնարավոր է նաեւ կալանավորում լինի Ես Վարդան Ղուկասյանի նկատմամբ եւ այս ամենը օգուտ նաեւ իշխողներին աշխատի։ Դա ինձ վերաբերող հարց չի, ես իրավիճակին կարող եմ տալ քաղաքական գնահատական, իրավական մասով, խնդրում եմ համապատասխան մարմիններին հարցրեք, բայց այն որ Վարդան Ղուկասյանը անցնում է բազմաթիվ քրեական գործերով, ապօրինի գույքի բռնագանցման օրենքով է անցնում, բազմաթիվ քրեական գործեր կան, դա բոլորս գիտենք եւ մինչեւ Գյումրու թիմ ընտրությունները այդ գործերը կային։ Այսինքն Գյումրու թիմ ընտրությունների եւ հաղթանակից հետո չի եղել այդ ամենը։ Սարիկ Մինասյանի վերջին հայտարարությունից բարձ է դառնում, որ ԿՊ-ն կարծես չի հաշվարկել, որ այդքան մարդ պիտի մասնակցեր ընտրություններին, մասնակցության այսպիսի ցուցանիշ պիտի լիներ, եւ նաեւ արդեն նախորդ հայտարարություններից ելնելով արտահերթ ընտրությունների անհրաժեշտության մասին էր խոսվում։ Հիմա կարող է ԿՊ-ն զարգացումները տանել դեպի արտահերթ ընտրություններ։ Տեսեք, փաստացի Գյումրիում այս պահին ընտրվել է քաղաքապետ, ով որևէ կոալիցիոն համախմբման արդյունքում չի, այսինքն մենք բոլորի հայտարարությունները երևի հետևել եք, տեսել եք, տարբեր քաղաքական ուժեր եւ թեկնածուներ հայտարարել են, որ այո, ընտրում են քաղաքապետ զուտ, նրա համար որ ընդդիմադիր դաշտից է, բայց հետագայում մենք պատասխանատվություն չենք կրելու, բա կներեք, ով է կրելու այդ պատասխանատվությունը։ Եթե դուք ընտրում եք քաղաքապետ, այդ քաղաքապետի հետագա աշխատանքի համար, լավի էլ, վատի էլ աշխատանքի համար հենց այդ ընտրողներն են կրում, չէ՞ պատասխանատվություն։ Իսկ պարոն Մինասյանի հարցը, խնդրում եմ կրկնեք ինչ էիք հարցը։ Որ կարծես թե տպավորություն է, որ ԿՊ-ում իր հայտարարություններից ելնելով չեն հաշվարկել, որ այդքան մասնակցություններ ունենալու, որտեղ այլապես ասում 50+1 կլիներ։ Մասնակցությունը բարձր եղավ, որովհետև քաղաքական թիմ ընտրությունների մեջ կար շատ մեծ քաղաքական բաղադրիչ։ Ինչով էր դա պայմանավորված։ Պայմանավորված էր նրանով, որ տարբեր քաղաքական նախորդ նախագահներ եւ այլն քաղաքական տարբեր ուժեր ամբողջ գործիքակազմով լցված էին Գյումրու թիմ ընտրություններին։ Բնականաբար եւ ընդդիմադիր ուժերը, թեկնածուները ամեն ինչ անում էին, որ քաղաքացին գյումրեցին դուրս գա տանից եւ գնա ընտրության եւ մենք էլ մշտապես կոչ էինք անում, որպեսզի գյումրեցին գնա ընտրության։ Եվ այդ գյումրեցու ընտրության գնալու արդյունքում է, որ քաղաքացիական պայմանագիր
կուսակցությունը եւ խմբակցությունը այսօր Գյումրիում ունի ամենաշատ մանդատները, ամենամեծ մանդատներ ունեցող խմբակցությունն է։ Տեսեք, ողջ ընթացքին հետևելը կարծես թե Մարտուն Գրիգորյանը եւ ընդդիմության կողմից էր թիրախավորվում, եւ իշխանության կողմից էր թիրախավորվում։ Փոխադրած մեղադրանքներ էին հնչում։ Մի մասը հորդորում էր Վարդան Ղուկասյանին պարտադիր աջակցել, մյուս մասն ասում էր, որ այդպիսով ինքը իր ընտրողներին ստացվում է, որ խաբում է։ Մարտուն Գրիգորյանի նկատմամբ շատ չէր ճնշումը։ Իմ կարծիքով ամենամեծ ճնշումը հետո է լինելու Մարտուն Գրիգորյանի հանդեպ նկատմամբ գյումրեցու կողմից։ Ինչու՞, որովհետև գյումրեցին վստահաբար կարող եմ ասել, որ չի համակերպվում եւ լավ չի ընդունել Մարտուն Գրիգորյանի արած քայլը։ Ես նորից եմ ասում, ինչ է նշանակում պատասխանատվություն չեմ կրելու հետագա ինչ որ process-ի համար։ Դա Գյումրին է, դա մեր քաղաքն է։ Ոնց պատասխան, ով կարող է գնալ, ընտրել քաղաքապետի եւ ասել, որ ես պատասխանատվություն ավականու մասին է խոսքը։ Հենց դրանով էր ամենայն հավանականությամբ պայմանավորված, որ որովհետեւ այդ անձինք եւ քաղաքական ուժերը նման հայտարարություններ էին արել, նախապես հայտարարել, եթե չհայտարարեին, եթե չասեին, որ մենք գնալու ենք, այս մարտուն ենք ձայն տալու, ամենայն հավանականությամբ քաղաքացիական պայմանագիրը մասնակցելու էր, առաջադրելու էր իր տեխնացուին։ Բայց քանի որ նախապես հայտարարել էին եւ եկան մասնակցեցին նիստին, հետեւաբար քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը, մեր տեղի լոկալ խմբակցությունը որոշել էր չմասնակցել, այդ որակավորելով, որ դա կրկես է։ Կներեք, լոկալ անակնկալ չէր, որ ընդդիմությունը կոալիցիա է կազմելու։ Այդ մասին խոսվում էր եւ Գյումրեցին անակնկալի չի եկել այս հարցում։ Ընդդիմությունը կոալիցիա չի կազմել Գյումրիում։ Եկեք որ ձայները պետքներ կտային այդ երեկո։ Ինչ է կատարվել, տարբեր քաղաքական ուժեր եւ տեխնացուներ ասել են, որ մենք ձայն կտանք զուտ նրա համար, որ նա ընդդիմություն է, բայց գյումրեցիներ ջան, թե ինչ կլինի հետո։ Այդ ամենը տեղի ունենալու այդ մասին խոսվել է։ Պատասխանատվություն դրա մասով չենք կրելու։ Ընդդիմադիր քաղաքական ուժերի եւ գործիչների ասելիքը եղել է Գյումրիում դա։ Իսկ մենք նման կերպ չենք մտածում, մենք ասում ենք, որ մենք պատասխանատու ենք մեր անելիքին։ Իշխանության հերացումը ավելի կարևոր է, քան ներքին տարաձայնությունները եւ հաղթահարում են դա։ Ոնց են հերացնելու իշխանություն։ Իշխանության հերացումը ոնց է լինում։ Իշխանությանը չեն կարող հերացնել, որովհետեւ իշխանությունը հենց Գյումրի քաղաքում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ստացել է 17200 քվ։ Վարդան Ղուկասյանի նույն հիմիկվա գործող Գյումրու հələ Վարդան Ղուկասյանը պիտի կարողանա գնա այնտեղ աշխատի ու նույն այդ ընդդիմության ավականիներից ավել ձայնեք ստանալու, սա պարտություն է ամեն դեպքում։ Կրկնակի ավելի շատ քվ ստացած ավականիների եւ տեխնացուի աչքերին պիտի կարողանա նայել։ Այնպես որ դեռ ամեն ինչ իրականում արժևում է։ Կներեք, բայց իշխանությունը դեռ Բալասանյան դաշինքի ժամանակահատվածում ամեն ինչ արեց, որպեսզի Գյումրիում իշխանազավթման process-ը ի կատարածվի։ Էլ չեմ խոսում ժամանակավոր պայմանագրի նշանակմամբ, հետո նրանք ԿՊ շարքերը համալրելով, վարչական լծակների տիրապետելու ձեր դիրքորոշումն է։ Հիմա ես ասեմ, թե իշխանությունը ինչ արեց։ Իշխանությունը 2021 թվականին, քանի որ մենք Բալասանյան դաշինքը ավելի շատ քվեր ստացել, քան քաղաքացիական պայմանների կուսակցությունը որոշում կայացվեց կոալիցիոն կառավարման գնալու։ Կոալիցիոն կառավարումը եղավ, դա եղել է հրապարակային, բոլորը տեսել եք, եւ մենք ունեցանք երկու փոխքաղաքապետեր, ինչպես թե աշխատանքը որպես այդպեսին այն ծրագրերը, որոնք որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը նախընտրական ներկայացրել էր Գյումրեցուն, չկարողացավ իրականացնել, ըստ այդմ, ինչու, որովհետև այդ աշխատանքը չստացվեց։ Հələ ասեմ ավելին, հիմա որ կոալիցիոն հստակ հուշագրով ստեղծված աշխատանքը չստացվեց, հիմա ըստ ձեզ ոչ կոալիցիոն, այսպես զուտ, ոչ պատասխանատվություն կրելով աշխատանքը ստացվելու է, կապրենք կտեսնենք։ Հետագայում արդեն, երբ որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը զգաց, որ չի կարող ինչ-ինչ, հիմա չեմ ուզում բառացի ասել մեր հիմնավորումները, ինչ-ինչ պատճառներով չի ստացվել այդ աշխատանքը, խզեցինք, մենք ենք խզել կոալիցիոն հուշագիր, այսինքն մենք եղել ենք իշխանություն, կիսել ենք իշխանությունը, բայց դուրս ենք եկել
Եվ գնացել են ընդդիմություն, դարձել են ընդդիմություն, ակտիվ քննադատել է մեր խմբակցությունը Բալասանյան դաշինքին եւ բազմաթիվ մեր գործընկերներ աշխատանքից դուրս են եկել եւ այլն եւ գնացել ենք մենք դարձել ենք ընդդիմություն։ Դրանից հետո եւ որ Բալասանյան դաշինքը արդեն իրենք էին ամբողջությամբ իրենց թիմով էին իշխանություն եւ որևէ խնդիր չկար, այդ մարդիկ ինչ որ փուլում որոշել են դուրս գալ քաղաքականությունից։ Համենայն դեպս ինձ հասած տեղեկություններով դա այդպես ասել են, որոշել են դուրս գան քաղաքականությունից եւ ամբողջ իրենց թիմով հրաժարականներ ներկայացրել։ Տեսեք, իշխանության որոշ ներկայացուցիչներ հայտարարում են, որ Վարդան Ղուկասյանի տեղը դա բանդն է, մյուս կողմից տեսնում ենք քրեական գործերի առկայությունը, բայց դուք այստեղ նաև խոսեցիք, կտեսնենք, թե ինչպես է, հա, Փաշինյանի հետ աշխատելու։ Հիմա եթե Փաշինյանի հետ այսպես հլու հնազանդ աշխատեց, կդադարի ձեզ համար նա լինել այնպիսի անձնավորություն, որի տեղը կլինի բանտում։ Ցանկացած հանցագործի տեղը բանտում է։